Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրական խաղաղություն հնարավոր համարում եք։ Այո, այո։ Իհարկե ոչ։ Դարերով եկած իրանք միշտ խաբել են։ Ինչը պետք է հնարավոր լինի։ Այնքան թղթեր ստորագրվել, բայց ոչ մի թղթի ոչ ոք ոչ ուշադրություն դարձել ոչ բան։ Իրանք իրենց նպատակը Հայաստանը վերացնելն է ու վերջ։ Կես քայլերը, որ իշխանությունը անում է, Իշխանություն։ այո, հավատացնում է, Իշխանություն ճանապարհ են բացում։ Նրանք ինչ ասում են, սուտ են ասում։ Սկզբից մինչև վերջ։ Հնարավոր է իրար հետ աշխատելով, տնտեսությունը զարգացնելով, փող շահավետ է, իրանց համար էլ, մեզ համար էլ։ Գիտեք ոնց է, հիմա իր վարած քաղաքականությունը շատ ճիշտ քաղաքականություն է։ Եթե հիմա ինքը Ալիևին կոպտի, վախացնի, ասի չէ, սեն շին, ենցա բանը, մենք դրանից չենք շահելու, որտեղ ոչ մեկս մեզանից այսօր պատրաստ չի պատերազմի։ Աստված չանի, եթե հիմա Փաշինյանը հակառակ Ալիևի գնա, փշի չանի, սենց ասած, 2-0-ով ինքը ճիշտ խաղ է տանում հիմա բոլոր պետությունների հետ, որպեսզի մեզ մոտ խաղաղություն, կայունություն լինի։ Կարող է ներքուստ թշնամությունը դեռ շարունակվի, դարերով եկել այդ թշնամությունը, բայց պետք է համակերպենք, որովհետև մեր կողքի հարևաններն են։ Կանցնի մի ժամանակ, հիմա մի տարի կլինի, 6 ամիս, 2 տարի, մի քիչ Հայաստանը կամրապնդվի, այն ժամանակ արդեն ուրիշ քաղաքականություն կվարվի։ Իսկ իր քաղաքականությունը հիմա շատ ճիշտ է։ Աստված ջան, պատերազմ սկսես բոլորը Հայաստանից փախնելու են։